Եկել եք պատարագի մասնակցելու։ Այո։ Որտեղից եք եկել աջակցելու։ Բյուրականից։ Առաջին անգամ եք, որ եկել եք Հովանավանք։ Այո։ Առաջին անգամ եմ եկեղեցու։ Ինչու որոշեցիք այստեղ պատարագի մասնակցել։ Բնականաբար։ Ինչպես։ Բնականաբար պատարագին մասնակցելու։ Հա, ինչու որոշեցիք հենց Հովանավանքում գալ մասնակցել։ Իրականում եկեղեցիներ չկան, Իհարկե կան, բայց պետք է նաև ծանոթանանք մեր մնացած եկեղեցիներին էլ իհարկե։ Իսկ ինչու է այստեղ այս եկեղեցին, կոլեգաներիս հետ միասին որոշեցինք եւ եկանք։ Ուղղակի հենց այնպես։ Թումանյանի դպրոցում։ Մենակ եք եկել։ Երեքով։ Այո։ Ուրիշներ չեն եկել, թե չեն ցանկացել աջակցել։ Իսկ գիտեք ով է պատարագ մատուցելը։ Եթե անկեղծ չէ։ Ստեփան Ասատրյանին չեք ճանաչում։ Տերարամը։ Իսկ գիտեք որ նրան կարգալույծ են ճանաչել։ Ես պիտի խնդրեմ ձեզ, եթե կարելի է Գեր Վարդանյանից լավ հատուցվեցնել կամ եթե ոչ, ինձ իմ հետ շնորհակալություն։ Մենք քաղաքացիների հետ ենք խոսել։ Ոնց կարա կարգալույց անել։ Դու գիտես չէ Գարեգինն ով է։ Գարեգինը Մայրա թողը կարգալույց ճանաչեց եւ հիմա փաստորեն աշխարհիկ մարդը ուսուցիչներ եք նաեւ դուք աշխարհիկ մարդը բարձրանալու է խորան ավանդատուն է ինչու որոշեցիք գնալ աշխարհիկ մարդը պատրաստվում է խորան բարձրանալ ինքը չէ սրբապղծություն է դուք որպես ուսուցիչներ ընդունելի է սա ձեզ համար Եկեք մի փոքր ավելի քաղաքակիրթ գտնվենք եւ շնորհակալություն հայտնեմ ուրիշ մեկից վերցրեք հարցը շնորհակալություն Իսկ աշակերտերին ինչ եք ասելու կարգալույցը աշխարհիկ մարդը կարող է խորան բարձրանալ թե չէ Կարգալույցը չի կարա կարգալույց Յուրաքանչյուրն իր տեսանկյունն ունի Այս հարցին յուրաքանչյուրը իր ձևով կարող է պատասխանել Իսկ ես հիմա այսպես չեմ պատասխանել Գարեգինը թալանչիա Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ դպրոցի փոխտնօրեն եմ դաստիարակում եմ երեխաներ եւ հաճախ եմ լինում ինչպես Այո փոխտնօրեն եմ հաճախ եմ լինում եկեղեցիներում աշտարակ եմ ապրում Ինչի մասին է խոսքը ես իրավունք չունեմ գալ պատարագի Ինչ հարց եք տալիս հիմա չեմ կարող խոսել հիմա ես Կարգալույց քահանան է Գնացեք, հա, շնորհակալություն Ուսուցիչներին աշխատեք այդ բառը մի օգտագործեք Աշակերտներին ինչ եք ասելու Ես աշակերտներին դաստիարակում եմ որպես հայ քրիստոնյա Իդեպ ասեմ իմանա կարող եք գալ մեր դպրոց եւ տեսնել ինչ դաստիարակություն են ստանում երեխաները որպես հայ քրիստոնյա եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ այսքանը Ինչ եք ասելու, տեսեք, քրիստոնեությունը ասում է, չէ, կուրքեր մի ստեղծեք ձեզ համար, փաստորեն դուք կուրքեր եք ստեղծել ձեզ համար։ Իսկ ո՞վ ձեզ դա ասաց, որ կուրքեր եք ստեղծել։ Կարգալույց եղած քահանայի պատարագին եք մասնակցել։ 1000-րդ անգամ կրկնում եք, ինչ կարգալույցի մասին է խոսքը։ Չենք պետք է կրկնենք։ Ես ասի շնորհակալություն, այլևս չեմ կարող պատասխանել։ Եկեք պատարագի մասնակցելու, բայց չգիտեք քահանան ով է։ Աղջիկ ջան, դուք մեր երկրի ամոթն եք։ Դուք մեր երկրի ամոթն եք։ Մեզ մի ընդհատեք։ Ընդհատելու ենք։ Եթե հարց տալու լինենք, ձեզ կհարցնենք։